Լրացավ Փաշինյանի իշխանության 7 տարին, ինչ է նա արել այս 7 տարվա ընթացքում։ Սրա անունը ես չեմ ուզում կրկնել, որովհետև 7 տարվա մեջ դարձել է ստի ու դավաճանության խորհրդանիշ։ Ինչ արել է 7 տարում, արել է մեր թշնամու համար, թշնամու պատվերով, հիմնական նպատակը մեր երկրի կործանումն է։ Իր անունը ես կյանքում չեմ կրկնի։ Ոչ մի դրական բան չի եղել։ Հակառակը, ես ինքս անձամբ ոչ մի այդ հեղափոխական, այսպես կոչված այդ ալիքներին, այդ տեղափոխության բանի ոչ մի չեմ մասնակցել։ Կես րոպե էլ անգամ չեմ մասնակցել այդ միտինգ կոչված այդ խառնամբող վիճակին, ոչինչ չի եղել, հակառակը ետնտած։ Ոչ մի լավ բան չենք տեսել 7 տարվա մեջ Փաշինյանի օրոք։ Պատերազմ, թանկացումներ, հարկային եւ ամեն ինչը։ Դա սաղ վերաբերում է սոցիալական ժողովրդի վրա ազդեցությունա թողալու սոցիալական։ Այդքան մի բան ես կասեմ։ Ինչքան շուտ հեռանա, այնքան լավ։ Բոլոր տեղերի համար շատ վատ բաներ արել։ Մենակ Էջմիածնում չի, ամբողջ Հայաստանում եք։ Ամբողջ ազգը խփել է իրար, խառնել է սաղին։ Ախպեր դեմահան է, ինչ ուզեցա, ինչքան վատ բան կա արել է, մուրը հանում էլի ազգից։ Երևի աշխարհում այդպես ղեկավար չկա, որ իր ազգի դեմ այսքան վատ բան էլի անի, ոնց որ ինչքան ուժ ունի վատություն անում։ Ինչքան ասենք վատն ենք ասելու, որովհետև այսքան զոհեր տվեց, այսքան հողեր տվեց, այդքան մեր քրտինքը, մեր ախպերների արունը ուրացավ, վրով անցավ, ինչ չարեց այս ազգի համար, ինչ վատ բան չի արել։ Մի լավ բան չես կարա, էլի մեկը թող կարանա ինձ ապացուցի, որ մի հատ լավ բան արի այս ազգի համար։ Սա վատ բաներ անում, էլի լավ բան սրանից ով կարա սպասի։ Հիմար մարդը պետք է լավ բան սպասի սրանից։ Իրականում ոչ մի բան, բայց ավելի լուրջ տխուր ու ողբերգական ցավալի փաստեր կան։ Ավելի քան ճչացող, որը որ ի վնաս մեր ազգինա, մեր ժողովրդին, մեր պետությանը, սահմանի հետ կապված, զինվորի հետ կապված, մեր անվտանգության հետ կապված, արդեն ամեն ինչ խոսում է։ Ունենք այն ինչ ունենք։ Ցավալի է, բայց փաստ։ Լրացավ 7 տարին իհարկե։ Հուսախաբություն միանշանակ։ Այդ նույն հարցը ես կարող եմ տալ հենց Փաշինյանին, ինքը ինչ արեց 7 տարում։ Ասածներ արեց որևէ մի բան։ Քանի որ ես ինքս հայրենասեր մարդ եմ, իմ էությամբ ինձ բոլորը ճանաչում են Էջմիածնում, ոչ մի կուսակցության մեջ չեմ եղել իմ տարիքում։ Երեք մեր մեծագույն բանաստեղծ Շիրազի ծննդյան օրն էր։ Ես շատ կուզեի, որ ավելի մեծ շուկով նշվեր իր ծնունդը։ Ես ավելի շատ կուզեի խոսալ այն մասին, որ այս իշխանությունները դպրոցներում եւ հատկապես մեր հասարակության երիտասարդների մեջ ավելի պակասեց հայրենասիրությունը, ուզում են ինչ-որ կաղապարի մեջ պահել, բայց ոնց կարելի է Մասիսը մոռանալ, ուրանալ, մենք դրանով մեծացել ենք, մենք դրանով պատերազմ ենք գնացել, դրանով ապրել ենք, արարել ենք, դաստիարակել ենք, եւ մեկ էլ հորդորս իմ հայրենակիցներին, իմ տարիքի հատկապես, որ ասում են ես քաղաքացիությամբ չեմ զբաղվում, այս հողը տրորում եք, այս օդը շնչում եք, դուք պարտավոր եք։ Ինչ ասել եք քաղաքացիությամբ չեմ զբաղվում, դուք քաղաքացի եք եւ պարտավոր եք իմանալ ամ բեից ինչով է տարբերում կամ ցեից, Պողոսը եւ Պետրոսը։ Մենք ունենք արժեքներ եւ պետք է դրանք պահենք ու պահպանենք, փոխանցենք սերունդներին։ Չի կարելի ստել։ Մարդը պետք է լինի շիտակ եւ հստակ։ Ինչի ասում ես մանավանդ տղամարդը, պետք է խոսքիցդ հետ չկանգնես։ Ես մինակ մի բան ասեմ, որ մարդը վիճակի չի մարդու կառավարելու, Աստվածաշնչում է գրված։ Ով էլ կառավարի, խաոս է լինելու է։ Այդ աշխարհը սատանի իշխանության տակ է, չարի իշխանության տակ է։ Սրա համար մեկ ծերանում եք, մահանում եք, իմ երես սենց վատ բաներ է կատարվում։ Ես ոչ մի լավ բան չեմ նկատել։ Ասֆալտ։ Ես ինչքան տենում եմ հնդիկ այլ ազգերեն ստեփռում։ Արդեն Հայաստանը գրավել են, էլ ինչ անենք։ Եթե ինչ-որ բաների լսում ենք, բան ենք, հավատանք, սա ճիշտ է, ուրեմն ամենաբերջի մարդն է ինքը, սենց ասեմ։ Հայ չի ինքը։ Կարամ տենց ասեմ։ Հայը պետք է դրոշը ձեռը մանկա, դրոշը պատիվը չգցի։ Ինչ դիաներ որ նրանք սկի բան չեն արել, այս էլի մի քիչ առաջ խաղացում կա էլի։ Իմ կարծիքով ոչ մի բան էլ չեն արել։ Նախկիններ ասելով պետություն չեն պահում։ Նախկինները գոնե թարն են 5.5-6 միլիարդ, բայց նրանք 7 տարվա մեջ պետական պարտքը հասցրին միջով 12.5 միլիարդ դոլար։ Դա մեր երեխաների, թորների գազին են դրել, այդ պարտքերն ինոք դիմուց են։
մենակ ասելու չի, պետական այրերը պետք է մտածեն պետության մասին, ժողովրդի մասին պետք է մտածեն, այլ ոչ թե իրենց կրպանների մասին։ Թարնողները իրանք են, լավ է թարնում են, լավ է ախորժակ ունեն։ 7 տարվա ընթացքում ես չեմ տեսել, որ ինչ-որ մի նորություն արած լինեն։ Մշակույթը, ես ինքս արվեստագետ եմ, մշակույթը ամեն ինչ հետ գնաց, ամեն ինչով իր, ես ինքս արվեստի մարդ եմ, այդ կարող եմ ասեմ, եւ ընդհանրապես հայրենասիրությունը, ասենք ինչ է նշանակում եկեղեցու հետ կապված այդ նման ասենք վերաբերմունք ցուցաբերելը մեր հայ առաքելական եկեղեցուն, ասենք ինչ են արել, ուզում եմ հասկանամ ինչ են արել։ Ինձ թվում է հետ են գնացել ավելի շատ, քան առաջ։ Էջմիածինում կոնկրետ իմ ընտանիքի հետ կապված ես արվեստի մի խոշոր դպրոց հայրս է հիմնադրել Էջմիածնի Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցը։ Տեսանք, որ ինչ վատ բաներ ստացվեց, նույնիսկ նամակ են գրել պարոն Փաշինյանին, ինքը ոչ նայելա, ոչ էլ պատասխան է տվել, ինչ ասեմ, ինչ կարելի է ակնկալել։ Նամակ են գրել, որ դպրոցից գույքը, իմ հայրիկից ձեռք բերած թանկանոց գույքը, ուզում էին դպրոցից նորանշանակ վերևից, չգիտեմ որտեղից իջավ այդ տնօրենը եկավ այդտեղ, այդ գույքը ձեռք բերված գույքը, որը որ Վազգեն Վեհափարի նվերներն էր, նույնիսկ հողատարածքն է Վազգեն Վեհափարը նվիրել դպրոցին։ Ուզում էին տանեին դպրոցից, բար կացանք, խոսեցինք, ասենք չի կարելի նման բան անել եւ այլն, այս ինչ է կատարվում, լավ։ Նախկինում ոչ, ասում եք նախկին, չգիտեմ ինչ, բայց փաստորեն դուք էլ եք նույն բաներն անում, այս ինչ է կատարվում։ Ես ուզում եմ ասեմ, որ այդ դպրոցի հետ կապված գործիքի համար խոսեցինք, եղբայրս այտենց բազմամյա կատարող դաշնակահար աշխատանքից զրկվեց։ Տիկին բանը, այդ անունն էլ չեմ ուզում տամ, այդ քաղաքապետը նրան զրկեց աշխատանքից, կրճատեցին։ Ինչ ասեմ։ Լավ բան չենք տեսել, չենք էլ սպասում։ Եսի կյանք չի, որ ես ժողովուրդն ապրում։ Փոքր էինք, մեծերին ենք, մեղ գալի, այսօր մեծացել ենք, փոքրին ենք մեղ գալի։ Կյանք չի, նրանք էլ չեն ապրում։ Եսի կյանք չի։ Ինչ ասեմ, լենագանցին ասում եմ, մեր թագավորը ղարղարյանի մեր կերածներ կեղանի։ Դե փոփոխություններ լավ բան չեմ նկատել ես, որ լինի ժողովրդի օգտին լավ օրենքներ, ասենք ֆինանսական օգնություններ, լավ աշխատատեղեր, այդ սոցիալական վիճակը ծանրացել է գնալով, ֆինանսական վիճակը ծանրացել է, աղքատությունը աճել է։ Ինչ եղել է, մեր կաթողիկոսի կողմից արվել, լավ շինություններ է կառուցվել, ժողովրդի համար լավ բաներ է արվել միայն կաթողիկոսի կողմից։ Իսկ այտենց չեմ նկատել դեպի լավը։ Դե ինչ ասեմ, ախր որ մեկը ասեմ։ Անես բան, հա հիմա էդի մի հատոր գիր գրելու է։ Ինչ արել այդ մարդը։ Հաղթանակ ենք ունեցել 4 տարվա, որ ամբողջ հայ ազգը այդքան ժամանակ երազում էր, հա? Այդ հաղթանակին։ 600 տարվա մեջ առաջին հաղթանակն ենք տարել։ Ոչնչացեց, փոշիացեց, ինչ ասեմ, ես այդտեղ ուղղակի այստեղից էլ դուրս եմ գալիս սուրբ վայրից, հա? Եվ իրան այդ ամբողջ պոպուլիզմը բանը, պոպուլիզմով սկսեց ստով հակառակ եմ, ես միշտ ասում եմ, մորուքով ժամանակ ուրիշ բաներ խոսում, անմորուք ժամանակ սկսեց դրա հակառակ բաներ խոսել, անմորուք ժամանակ սկզբից ուրիշ բաներ խոսում, մորուքավոր ժամանակ, հիմա նորից ինչ-որ բան, չգիտեմ, ես ուղղակի կարելս զզում եմ այդ մարդուց։ Խուլիգանություն, դավաճանություն, ինչ ասեմ, թուրքա նա ինչ խոսամ ես։